Բարև ձեզ բարեկամներ։ Հակտիվին նորից եթերում է եւ իհարկե մեծ հաճույքով ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր այս պահին էլ մեզ հետ են։ Ես իհարկե հասկանում եմ ձեր բոլորի այն սպասումները, որ դուք ունեք եւ իհարկե դուք միշտ ուզում եք, որ մեր տաղավարում մենք հյուրընկալենք այնպիսի մարդկանց, ովքեր միշտ փորձում են ասել ճշմարտությունը, այն ճշմարտությունը, որը որքան էլ դաժան լինի, հարկավոր է ասել եւ որի, ինչպես ասում են, գաղափարներին էլ ծառայում է Փակտիվին։ Գիտեք, այսօր մի անձնավորության ենք նորից հրավիրել, ում դուք շատ լավ ճանաչում եք, ով իսկապես հրաշալի ճանապարհ է անցել մեր երկրի, մեր այս նորաստեղծ հանրապետության, կարելի է ասել, հիմնադիրներից մեկն է եղել, որտեղ մարդ, ով ամբողջ կյանքը ծառայել է իր ժողովրդին, այսօր մեր տաղավարում կրկին Պարույր Հայրիկյանն է, պետական, քաղաքական գործիչ, ով իսկապես հրաշալի անձնավորություն է։ Բարև ձեզ։ Ողջույն։ Գիտեք, շատ ուրախ եմ, որ մեզ համար դժվարին օրերին դուք նորից մեզ հետ եք մեր կողքին, բայց այն ինչ կատարվում է այսօր մեր ունկնդիրներին պարզապես շատ հիասթափեցրել է։ Մենք նամակ ենք ստացել, որտեղ մեր հեռուստատողներից մի քանիսը պարզապես ասել են կանչեք Պարույր Հայրիկյանին թողոսի այս ահավոր թանկացումների մասին, ինչ է կատարվում։ Մարդկանց պարզապես ունեզրկում են։ Ինչ կասեք այդ մասին։ Դրա մասին ակնհայտորեն խոսեցին, գիտեք, ինչ աստիճանի անհոգ եւ ինչ որտեղ կարող եմ ուղղակի ասել անպատասխանատու պիտի լինես, որ դու ամբողջ կյանքում իր հայրական տանն ապրած մարդկանց, մանավանդ մտավորականներին, որ այդ կիսատ պարա թոշակի հույսին մի երբ ապրում են, սովորեցնես։ Չես կարողանում գույքը հարկդ վճարել, վաճառիր, գնա գյուղում ապրիր։ Այսինքն սոցիալական պետություն է Հայաստանը։ Սոցիալական պետություն նշանակում է սոցիալական հարցերում քաղաքացիների նկատմամբ շատ զգուշավոր իշխանություններ։ Սրանց արածը հիշեցնում է ամենավայրակ նվաճողների քաղաքականությունը։ Այսինքն այն վիճակում ենք, որ Հայաստանը նվաճել են եւ մտածում են Հայաստանի բնակիչներից ինչ հնարավոր է պոկել ամենադաժան գործողություններով։ Երբ ես օրեր առաջ ինձ հետ կապված հարցում ասացի, որ ես անցյալ տարի 300 անգամ ավելի եմ վճարել, քան 21 թվականին, այլևս չեմ ուզում վճարել, որովհետև սա կամայականություն է, մոտիկ մարդիկ ասում են, բայց գիտես, իրենք այնպես են նախատեսել, որ դու դառնում ես օրենքից դուրս մարդ։ Այսինքն տեսեք ինչ համակարգ է մտածված։ Նախ թալանում են, մարդ ինչքան կարող է տալիս է, հետո հասնում է սահմանի, եւ խոսքը իմ մասին չի էստեղ։ Իմ նկատմամբ մի քիչ ուրիշ է, հատուկ բան կա։ Եվ հետո այդ մարդուն խորհուրդ են տալիս, բարեկամաբար, վաճառի գնա գյուղ։ Գյուղում ապրելը վատ բան չի, բայց այդ մարդը, որ գնա գյուղ, ինչ պիտի անի։ Ինքը այստեղ իր թոշակով ապրում է։ Ուրեմն ընդհանուր առմամբ ամենակարևորը այստեղ մի երևույթ է։ Մեր սահմանադրության մեջ հստակ նշված է քաղաքացիների վիճակը ծանրացնող նոր օրենքները հետադարձ ուժ չունեն։ Այսինքն եթե մարդը ապրել է այդ տանը 40 տարի կամ 10 տարի, հիմա դու նոր օրենք ես ընդունում, այդ օրենքը կարող է գործել, այդ օրենքը ընդունելուց հետո այդ տարածքում գույք ձեռք բերած մարդկանց վրա, որպեսզի այդ գույք տուն ձեռք բերած մարդը իմանա, որ ես գնում եմ մի տուն, որն արժի այսքան, որի համար ես ամեն տարի պետք է վճարեմ այսքան գույքահարկ։ Բայց եթե օրինակ արդեն իմ օրինակով ասեմ, եթե ես քառակուսի մետրը գնել եմ 1.5 դոլարով եմ ասում, որովհետև դրամի, գիտեք, ինքնարժեքը ինչ-որ չափով փոխվել է։ Եվ հիմա այդ հողը արժի, պատկերավոր ասած, $500 կամ $1000 կամ $200։ Դու օրենք ես ընդունում, որ այդ հողի համար վճարվող հարկը պետք է համապատասխանի շուկայական արժեքին։ Շատ լավ է, քո իրավունքն է։ Շուկայական արժեքին պիտի մոտ լինի։ Ուրեմն դու չես կարող ըստ սահմանադրության այդ հոդվածների իմ վիճակը վատթարացնող։ Ես այդ հողը գնել եմ ժամանակին, որովհետև արժեցել է այդքան։
Այդ հողի վրա տուն եմ կառուցել, որտեղ գիտեցել եմ, որ այս տան վրա իմ կառուցած հողի գույքի արժեքը, գույքը հարկը պիտի լինի այսքան։ Ծաղկացրել եմ, այգի եմ դարձրել անապատը։ Հաշվի առնելով, որ սա է հիմա։ Հիմա գինը բարձրացել է իմ աշխատանքի հաշվին, օրինակ։ Եվ դու օրենք ես որոշում ես ընդունում։ Շատ լավ, բայց այդ որոշումը կարող է վերաբերել նրանց, ովքեր որ այդ որոշումը ընդունելուց հետո այդ տարածքում գույք են ձեռք բերում։ Այսինքն սա օրենքի պահանջն է։ Այսինքն օրենքը խախտում են։ Այն որ սրանք օրենք խախտողներ են, դա բոլորս գիտենք։ Նույնիսկ միջազգային օրենքներ խախտելու ճանապարհով գնացին։ Մի բառ միայն ասեմ, ինքնորոշման իրավունքը սրբության սրբոցն է։ Ես պատահական չի որ երբ ես հասկանում եմ որ սովետական միության առաջին կազմակերպությունն եմ ստեղծում, նաև արևելյան Եվրոպայի քաղաքական կազմակերպություններ ոչ Լեհաստանում կային, ոչ Չեխիայում կային, ՀԿ-ներ, Խարտիա 77 կամ Սոլիդարնոս տարբերութենական շարժում, քաղաքական այլընտրանքային հրապարակավ գործող կազմակերպություն չկար։ Ես անունը դրեցի ազգային ինքնորոշում միավորում։ Դա արեցի Մովսես Գորգիսյանի, Սուսաննա Ավակյանի, Ռազմիկ Մարկոսյանի եւ Մեխա Գաբրելյանի ԱԻՄ-ի հիմնադիրների համաձայնությամբ։ Սկզբում որոշել էին կոչել Հայաստանի անկախականների կազմակերպություն։ Բայց գնացի առաջ հասամիջազգային իրավունքին։ Եվ հանկարծ հասկանաք միջազգային իրավունքի կարևորագույն չափորոշիչը Հայաստանի իշխանությունները մերժում են, ոչ միայն Հայաստանի ներսում օրենք չեն ճանաչում, այլ միջազգային հանրությունում են փորձում բացասական ներգործություն ունենալ։ Ուրեմն գալով այդ թանկացումներին եւ այլն, լսում ես ճամարտակությունները, լսում ես նրանց խոսակցները, հասկանում ես, որ սրանք հակադրվում են նաեւ Հայաստանի սոցիալական պետություն լինելու սահմանադրական նորմին։ Իմ նշածը չէ որ ասացի օրենքը հետադարձություն չունի։ Դա անառարկելի է։ Ոչ մի իրավաբան չի կարող ասել։ Այնտեղ մեկնում է կարող ասել դա վերաբերում է քրեականին չի, այդպես չի, ընդհանրապես դա հիմնադրույթ է։ Այնպես որ սրանք ինչ որ թանկացումներ անելը բնական է, երբ երկրում լրացուցիչ պահանջներ են առաջանում, բայց երբ խոսքը վերաբերում է մանավանդ էականորեն ծանրացնելուն, ապա դա հետադարձ ուժ իհարկե ունենալ չի կարող։ Այ եթե օրինակ պակասեցնեին, հետադարձ ուժ ունեն միայն այն օրենքները, որոնք որ մեղմացնում են դժվարությունները։ Իսկ արգելված օրենքով առայժմ այսքանը կասեմ։ Սարսափելի է, սիրելի բարեկամներ, դուք հասկանում եք, չէ՞ որ այս լեկտիությունը իշխանությունների կողմից այս անօրինականությունը չափ ու սահման չունի, եւ չեմ հասկանում մեր ունկնդրի ընդհանրապես մեր ժողովրդի համբերատար լինելը։ Սա պարզապես կներեք մեկ-մեկին զարմացնում է։ Քեզ կողոպտում են, քեզ ունեզրկում են, անում են քեզ այդ այնինչ ուզում են եւ դու պիտի սուս ու փուստ անես։ Փառք Աստծո, որ կան նաեւ Պարոն Հայրիկյանի նման մարդիկ, որոնք պատրաստ են թեկուզ այդ պահին ասել ճշմարտությունը։ Հիմա մի ուրիշ տխուր երևույթի եկեղեցի իշխանությունը այս հակամարտության մասին։ Լավ, սա որքան կարելի է հանդուրժել։ Գիտեք, ես անկեղծ որ արտահայտվելու լինեմ, այսպես է։ Հակամարտությունը լինում է այն դեպքում, երբ երկու կողմերն էլ հակատարամադրված են։ Այսինքն եւ իշխանություններն են ինչ որ քայլանում եւ եկեղեցին է ինչ որ քայլանում։ Բայց մենք տեսնում ենք, որ նախաձեռնողն ու այս հակասահմանադրական դրսևորումները միակողմանի են։ Իշխանությունները որոշել են ոտնձգություններ կատարել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եվ իրենց արդարացնելու համար ասում են, որ իրենք ուզում են, որ իրենց գործունեությունը եկեղեցու դեմ չէ, ուզում են եկեղեցուն մաքրել արատավոր երևույթներից։ Պղծություն Հայաստանում եթե կանգնեք որևէ տեղի ասեք ով է գերագույն պղծությունը 90%-ը կասի Նիկոլ Փաշինյանը։ Առանց տատանվելու եմ սա ասում։ Եվ պղծության խորհրդանիշ դարձած Հայաստանի Հանրապետության վարչապետ կոչվածը համարձակվում է խոսել եկեղեցին մաքրելու մասին։ Իդեպ ինձ թույլ տամ ասել, որ շատ դեպքերում իրենց ոչ իրենց դերին համարժեք իրենց կեցվածքով մեր հոգևորականները նպաստել են, որ այս պղծությունը ծավալվի։ Ինչու ես պիտի ասեի, երբ ինքը ասում էր Հայաստանի հպարտ քաղաքացիներ, ինչու ես պիտի ասեի, որ դա անթույլատրելի է, որ
ամեն կիրակի օրերին պատարակների ընթացքում մատուցվող մահացու մեղքերի ցուցակում ցանկում առաջին մեղքը հպարտությունն է։ Ինչու իրենք չէին ասում հոգևորականները այն ժամանակ, երբ սա դիմելով իբր թե գնահատում է Հայաստանի հպարտ քաղաքացիներ։ Ստորության գագաթը տեսեք։ Հպարտ էր ասում, որ վերջում ամենա այս կերպ երբեք բռնության մեջ, ազատազրկման մեջ չգտնվող կամ օրինական բռնազավթման մեջ չգտնվող հային այս աստիճանի նսեմացնեին, ինչ որ հիմա է տեղի ունենում։ Ուրեմն մեր հոգևորականները թույլ տվել են իրենց քաղաքական դրսևորումներ որպես Հայաստանի քաղաքացի։ Նրանք չեն ասել, ես հայ առաքելական եկեղեցու անունից օրինակ պահանջում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս կամ այն բանը այս կերպանի։ Ասել են, ես նաև Հայաստանի քաղաքացի եմ, հոգևորական եմ, մասնակցում եմ այս ինչ գործերին, բայց հոգևորականները հոգևորի մասին երբ պարտավոր են խոսել կամ երբ սա լկտիաբար։ Հիմա բոլորը հիշում են, չէ՞, ոչ չեն կարող ասել, չէ, այդպեսի բան չի եղել։ Երբ որ քեզ ստիպում եմ, հիմա խոսում են, գիտեք, չէ, քրեական մտածողության անթույլատրելիության մասին։ Բայց դուխովը որ գրել է իր տալիս բոլորի ճակատներին, չէր մտածում, որ դա անթույլատրելի ստորություն է։ Ուրեմն հպարտ քաղաքացիներ, այդ հպարտ քաղաքացիների դու ինչպես ես վարվում։ Դու թույլ տվեցիր, որ նրանք դու անգամ արժանապատվությունն ես նսեմացնում։ Հիմա գալով նրան, որ այսօր կալանավորված են բազմաթիվ հոգևորականներ եւ 3 arczepiskopos։ Հասկանում ես, որ մեկը արդեն կիսովչափ դատված է, բայց ըստ էության դատավճիռը վերջնական չէ։ Հասկանում ես, որ դու գործ ունես ների սպասավորի հետ, սատանայի չարի սպասավորի հետ։ Եվ այս ամենի հիմքում ընկած է քեզ ամբողջապես քո ժողովրդին, ազգին ամբողջապես բարոյազրկելու հիմնական տրամադրվածությունը։ Ինչպես կարելի է պես հանդուրժողականությամբ նայել նրան, որ խափանման միջոց կալանքը համարվում է միակ ձևը հոգևորականներին իբրև թե քննությանը խանգարելու առիթին զրկելու։ Դու նրանց մեղադրում ես այս կամ այն ժամանակ, այս կամ այն արտահայտությունը անելու մեջ։ Նույնը վերաբերում է ոչ միայն հոգևորականներին, նաև այլ գործիչների։ Ինչու ես դու ընտրում այն, ինչը ի սկզբանե պատիժ է, որովհետև կա խափանման միջոց տալ ստորագրություն, որ Հայաստանից չես հեռանալու։ Դու ապրում ես քո բնականon կյանքով, աշխատում ես, հանրությանը օգուտ ես բերում նաև, բայց չէ կալանավորել, հանրության վրա նոր բեռ դնել, ի վերջո այդ մոտավորապես 50 հոգին, որ բանտերում են, որպես քաղաքական կալանավոր պետությունը դրանց պարտավոր է պահել։ Թեկուզ ոստիկաններ նշանակել, որ հետևեն նրանց տարածքներ տրամադրել, որ նրանք լինեն բանտերում։ Ուրեմն, ինչու ես դու ընտրում խափանման միջոց նախաքննության ընթացքում կալանքը, որովհետև դու տրամադրված ես ճնշում գործադրել դատական համակարգի վրա, դե ինքը չի էլ թաքցրել, չէ՞, որ այդ որ դատավորի մասը պետք է չանի։ Նախնական փուլում, գիտեք, տունտունիկ էր խաղում, իրեն թույլ էր տալիս բարեկիրթ, գիտեք, բանը, ես ոչ չեմ գնալու դատավորին թելադրեմ, արդարադատությունն է որոշում, ես ինչ կարող եմ անել։ Բայց հիմա արդեն ծայրաստիճան լկտիացել է։ Եվ այս բոլորի հիմքում ընկած է մի բան։ Ի սկզբանե իր չար նկատառումները քողարկած անձը, գիտեք, չէ, եթե որևէ մեկը սուտ ասում, ասենք, մի քանի բառեր հակրկնում է։ Իսկ ճիշտ խոսող մարդը իր խոսքն ասեց, գնաց առաջ։ Հեղափոխություն 1918 թվականի մեր թավշյա, ոչ բռնի, խաղաղ, ինչ ես այդ բառերը իրար հետևից կրկնում։ Չէ՞ որ դու ցույց ես տալիս, որ դու ոչ մեկը քեզ համար ճիշտ չի։ Փոխանակ ասես մեր իրականացրած իշխանապողությունը, ել չեմ ասում քեզ տրված իշխանությունը։ Ինչևէ, ուրեմն մեր եկեղեցու հետ մենք կարող ենք ասել, որ ինքը ինչ որ գործողություններ է կատարում, իր նկատառումներից ելնելով, դա ընդունելի կլիներ։ Բայց երբ ինքը դա դարձել է զանգվածային, հիմա ամեն անգամ գնում է ամեն գիրակի տարբեր պատարակների մասնակցելու։ Անցած օրը ես հրապարակավ հնչեցրի։ Դու որ գնում ես մասնակցում ես պատարակների, պատարակի իմաստը վերջում հաղորդություն ընդունելն է, ապաշխարելը։ Ապաշխարած կաս են բանի համար, որ Հայաստանի բոլոր քաղաքացիներին
դու մեղսագործ էիր կոչում Հայաստանի հպարտ քաղաքացիներ գնացել ցանկ եկել ես ասել ես Տեր իմ Աստված ես ապուշ էի ես հակաքրիստոնյա էի ես մարդ չէի դրա համար ինձ այդպես էի պահում չի արել ինքը գնում է այնտեղ եկեղեցում գնում է այնտեղ որտեղ որ պիտի առավել եւս միայն Աստծուն հիշես եւ նրա արժանապատվը տանում են մանկլավիկները որ իրեն ծափահարեն եկեղեցում ծափահարեն Սարսափելի է գիտեք ես որ տեսա զարմացա աշխարհում այդպիսի բան չկա իհարկե չկա ու չի կարող լինել մի կողմից սա մեզ օգնում է լավ հասկանալու թե ինչոց է բայց մյուս կողմից չխափենք մեզ իշխանական լծակներն օգտագործելով ինքը փչացնում է զգալի քանակությամբ մարդկանց ես որ տեսնում եմ թե ինչպես են նրա այս կամ այն կեցվածքը արդարացնում երեք ինձ բարեկիր թվացած մարդիկ ասենք մարդիկու մեջ շփվել եմ խոսել եմ մտածել եմ որ մարդ է օգնեմ ինչ որ բան փոխանցել հասկանում եմ որ ինքը փչացնել բառը շատ մեղմ է ասված գիտեք ազգադավությունը բոլորիս կողմից գնահատվող բացասական երևույթ է բայց մենք որոշ դեպքերում զգուշավոր ենք դա օգտագործում նույնիսկ ասելուց հետո մտածում ենք բայց կարող է կաներ փերաններ ինչ որ ծնողադավությունը սարսափելի բան է դա նշանակում է մահ որտեղ ասված է պատվիր ծնողներիդ որպեսզի երկար ապրես չպատվես ծնողներիդ նշանակում է դու նախընտրեցիր երկար չապրելը եւ անհաջողությունները բայց բնության մեջ արգելված մի բանի են սրանք գնում զավակադավությունը բնության մեջ ոչ մի անասուն ոչ մի կենդանի իրեն այնպես չի պահում որ երեխայի համար իր զաքերի համար վատ լինի սրանք այնպիսի քաղաքականություն են վարում որ բանական մարդը նախապատրաստում է իր երեխաների կորուստը մի անգամից ասեմ վստահ եմ որ դուք դրա մասին խոսեք Մինսկի խմբի լուծարումը օրինակ Սարսափելի է դեկտեմբերի 1-ին լուծարվեց փաստորեն տեսեք միջազգային կառույցի վրա միջազգային կազմակերպության վրա բեռ էր դրված եւ այդ բեռը հոգացող անդամավճարներ տվող պետությունները բնականաբար մտածում են այս ինչ է կատարվում բայց իրենց պարտավորեցնում էր ինքնորոշման սկզբունքի նկատմամբ իրենց պատասխանատվության զգացումը այդ կառույցը ստեղծված էր հիմնականում մեկ չասեմ նպատակով պատճառով որ մարդկության մի հատված որոշել էր ինքնորոշվել որոշ տգետներ ասում են ինքնորոշվելը սխալ է պիտի Հայաստանի մաս կազմեին ինչու եմ դրանց տգետ կոչում որովհետև տգետը եթե չլինեին կհասկանային որ Հայաստանի մաս կազմելն էլ ինքնորոշման գործողություն է այսինքն արցախցիները ինքնորոշվում են իրենք որոշում են որ պիտի դառնան Հայաստանի մաս այնպես որ այսօր բարբաջել թե դա սխալ էր այ հիմար բա ինչ կերպ պիտի լիներ դու պիտի որոշեիր նրանք էլ դառնային իրենք են որոշում ավելի գեղեցիկ ավելի քաղաքակիրթ այլ բան եթե հետո խոսում ես որ երբ արդեն քաղաքական կեցվածք ընդունելու հնարավորություն կար պետական մակարդակով դե քաղաքական նշանակում է պետութենական մակարդակով այդ դեպքում կարող ասեմ որ ճիշտ կլիներ ճշմարտության հավատարիմ մնալով ասել որ սա Հայաստանի բռնազավթումից հետո գծվել է Ադրբեջանին ռուս-թուրքական համաձայնագրով Լենին-Աթաթուրք համաձայնագրով եւ դա սխալ է որը պետք է ուղղել վերականգնելով միջազգային այն ժամանակվա կառույցի ազգերի լիգայի կեցված դիրքորոշումը ինչևէ մի փոքր շեղվեցի ուրեմն Մինսկի խումբը տարածաշրջանում գիտեք ի տարբերություն ասենք եվրոպական միության դիտորդների որ դրանք եվրոպական միության պետությունների դիտորդներն են Մինսկի խումբը իր մեջ ներառում է դա ԵԱՀԿ կառույց է այսինքն 1975 թվականին այն ժամանակ ես արդեն երրորդ անգամ էի դատված բանտում էի եւ շատ լավ հիշում եմ այն ժամանակը որ մանավանդ այն երրորդ զամբյուղը որ ընդունվեց մարդու իրավունքներ մասնակիցներից էին նաեւ սովետական միությունը այսինքն ԵԱՀԿ-ն եվրոպական տարածքում Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն դա ընդգրկում է նաեւ հակամարտող կողմերին դա ստեղծված էր նրա համար որ հակամարտող կողմերը այդտեղ փորձեին հայտարարի գալ ինչ որ հաջողությունների հասնել դա մեծ քաղաքակրթական քայլ էր Եվրոպական միությունը որովհետեւ գաղափարակիցների միավորում է իսկ սա բոլորի միավորումն էր հանկարծ այդ կառույցը արտամղվում է եւ արտամղվում է այսպես եվրոպական այդ կառույցը կարող էր նաև չլուծարել Մինսկի խումբը։ Բայց եթե դա ստեղծված է հակամարտության համար,
հակամարտությունը կարգավորելու համար, այդ երկու ուժերը, հակամարտող կողմերը, միասին ասում են, որ հակամարտությունը այլևս չկա եւ Մինսկի խումբը ծրվում է։ Այսինքն մենք կորցնում ենք այն դեպքում, երբ ունենք պատանդներ, այսինքն հակամարտությունը ակնհայտ է։ Պատերազմական վիճակը նույնպես ակնհայտ է։ Կրկնեմ, ես իմ խոսքերը չեն ուրիշից եմ լսել, ես այլ կերպ էի ձևակերպում, ասում է, պատերազմ նշանակում է նաև ռազմագերիներ։ Քանի կա ռազմագերի, ուրեմն կա պատերազմ։ Հիմա ինչ որակում էլ որ տաս, հետո ինչ փոփոխություն էլ կատարես, մենք պատերազմական վիճակում ենք եւ պատերազմական վիճակում միջազգային կառույցի խաղաղարար առաքելության պասպարեզ իջեցված կառույցի վերացմանը նպաստելը, որտեղ եթե Հայաստան ասեր չէ, այն միջազգային կառույցում կասեն կողմերից մեկը դեռ կարծում եմ որ կոնֆլիկտը շարունակվում է։ Մենք բոլորս գիտենք չէ որ կոնֆլիկտային պայմաններում ենք։ Գիտենք որ Թուրքիայի հետ սահմանը փակ է, Ադրբեջանը սպառնում է մշտապես։ Գիտենք որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածքներ, պահել է պատանդներ։ Այս պայմաններում խոսել միջազգային այդ կարևորագույն կառույցը նրա գործունեությունը դադարեցնելու մասին նույնպես վկայությունն է այն բանի, որ Հայաստանի իշխանությունները բնության մեջ հայտնի ամենաստոր անասուններից էլ ավելի մատ մակարդակի են հասել, նրանք զավակադավ են դարձել։ Եթե անգամ օծի ճտին վնասես, որը ձվից է դուրս եկել, կորած ես, եթե օծը նկատում է այդ բանը։ Այսինքն սրանք ամենաանթույլատրելի բանն են անում։ Գիտենք, տեսեք, սկսեցի ազգադավ, ծնողադավ, սրանք նաև զավակադավ են։ Հետևաբար սրանցից որևէ լավ բան սպասողը մեծագույն անգրագետն է, մեղմ եմ ասում, ուրիշ բառ չեմ ուզում ասել։ Մենք խոսեցինք եկեղեցի իշխանություն այս հակամարտության մասին, ես կուզեի որ դուք խոսեիք այն դավաճան սրբազանների մասին, որոնք այսպես խմբավորվեցին ընդդեմ իրենց հայրապետի։ Նման բան ես երբեք չեմ նկատել մեր եկեղեցու մեր դարավոր այս հոգևոր կառույցում։ Ճիշտ եք ասում, եթե նույնիսկ եղել են ինչ-որ բացասական դրսևորումներ, այսպիսի բան ես էլ չեմ հիշում, որ Եվ ովքեր են դավաճանել, Արցախի թեմի պատկերացնում եք, սա ոչ մի կերպ չի տեղավորվում, այդ մարդը, որ հիմա ապրում է, այ ճապոնացիք մի լավ բան ունեն, երբ որ նման դավաճան մարդը իրեն զգում էր, նա կամ խարակիր էր անում, կամ ինքը իր վերջ էր տալիս, այս մարդիկ տեսնես, հասկանում են ինչ են արել։ Հիմա թե ինչու են դա արելը, մի քիչ բարդ հարց է, իմ փորձառությունը ինձ հուշում է, որ նրանք ովքեր որ ինչ որ ժամանակներ որևէ պետության գաղտնի գործակալության հետ աշխատել են, այդ գաղտնի գործակալությունների հիմնական գիծներ այդ մարդկանց ասում է որպեսզի դու ապահով աշխատես, ես նույնիսկ նստել եմ այդպիսի մարդկանց հետ, որպեսզի վստահ լինես, մեզ մի կոմպրոմատ պիտի թույլ տաս, մարդ պիտի սպանես, սեռական հարաբերություններ ունենաս անընդունելի։ Մենք դա մեր մոտ ունենանք ու քեզ էլ ասում ենք, մեր մոտ մենք դա պահում ենք, որպեսզի եթե դու հանգարց սխալ թույլ տաս, հիշեցնենք, որ դու մարդ ես սպանել, քեզ դատենք մարդասպանության համար, կամ դրանք հրապարակենք։ Այսինքն մարդկանց կախվածության մեջ պահելու հատուկ միջոցներ են օգտագործում երբեմն մանավանդ բռնապետական պետություններում գաղտնի ծառայությունները։ Հիմա այդպիսի գործոններով են ազդել, կամ մեկին ասում են դու կաշառք ես տվել կամ ապօրինի գումար ստացել, փողերի լվացման ես մասնակցել, հազար ու մի բան։ Բայց ես քանի որ մանրամասն չեմ տիրապետում եւ խոսքը վերաբերում է խմբի, ոչ թե մեկի երկու անձի, դրա մեջ չեմ խորանա, բայց կան այդպիսի մեթոդներ եւ բացառված չէ որ քանի որ այդ գաղտնի գործակալական ցանցերի հետ կապված օրինակ Հայաստանի ազգային անվտանգության կառույցում մեկը պատասխանատու է, նա ասում է գիտեք ինչ կա, մինչև հիմա դուք կապված եք օրինակ ամերիկյան գաղտնի ծառայությունների հետ կամ անգլիական կամ ռուսական, այդ տվյալները մեր ձեռքին են, այս պիտի անեք, որովհետև մեկ է դուք կմերկացվեք, առաջ նրանցից եք վախենում, հիմա մեզից պիտի վախենաք։ Մանրամասների մեջ ես չեմ խորանա, բայց եթե նրանք արդարամիտ մարդիկ լինեին, ասեմ առանց քաշվելու, բոլոր արդարամիտ մարդիկ այն ժամանակներում, երբ սովետական իշխանությունը դեռ իշխում էր, գոնե իրենց ներքին համակրանքն էին հայտնում անկախական պայքարի կողմնակիցներին, բոլորը։
Բոլոր ազնիվ մարդիկ, նաև խորագետ մարդիկ հիացած էին ինքնորոշման գաղափարի ասպարեզը իջեցնելով։ Այդ որ ասում են Արցախյան շարժումը սկսեց Հայաստանում ինքնորոշման շարժման հիման վրա։ Գաղափարը Հայաստանից հասավ Արցախ, որովհետև Հայաստանում սկսել էր գործել 87 թվականից ազգային ինքնորոշում միավորումը, որն ասում էր ցանկացած մարդկային հավաքականություն ինքը իր ճակատագիրը որոշելու իրավունք ունի համաձայն միջազգային իրավունքի։ Եվ արցախցիները, որ մինչև այդ գրում էին նամակ ռուսաց թագավորին, թե մենք լավն ենք, ձեզ հավատարիմ ենք, մենք մուսուլման չենք, մենք քրիստոնյա ենք, դրանք մի օր էլ ասացին, բայց ինչ եք մենք խնդրում, մենք որոշենք։ Հիմա բոլոր ազնիվ մարդիկ համախմբվում էին ԱԻՄ-ի շուրջը։ Բոլոր նրանք, ովքեր հակադրվում էին, օրինակ Ղարաբաղ կոմիտեն ԱԻՄ-ին հակադրվում էր, KGB-ի գործիքն էին իրենք, նույնիսկ Եռագույնի դեմ Օղոր Միրեն, Վանո Սիրադեղյանն ասում էր Եռագույնը խանգարի Արցախյան շարժմանը, երբ որ ԱԻՄ-ը Եռագույնը ծածանեց։ Դրանք, քանի որ իրենց ներսում ինչ նրանք էլ փոխվեցին, ստեղծեցին Ղարաբաղ կոմիտեից հրաժարվեցին, ստեղծեցին ՀՀՇ, որը ամբողջապես ամբողջ խորությամբ չէր ընկալում, բայց ընդունեց անկախությունը եւ ինքնորոշումը։ Հիմա այս օրերին այդ շարժման առաջնորդողը, ես առաջնորդել եմ այդ բոլորը։ Հանճարեղ չեմ։ Տիրոջ կամքով այդպես է ստացվել։ Ին վրա է դրվել այդ բեռը։ Շատ ուժեղ մարդ չեմ, որ անընդմեջ դիմացել եմ։ Ընկերներից մեծ մասը կոտրվել են։ Բայց այն ճանապարհը, որ նրանք անցել են, շատ քիչ մարդ է անցել։ Բայց նրանք եկել են, չէ՞, դեպի գաղափարը։ Ճնշումներն են իրենց ստիպել մի քիչ նահանջել։ Հիմա ես ներկայ եմ եւ ասում եմ, որ այս տեսակ բոլոր այլանդակություններին վերջ տալու համար այդ ինքնորոշման գաղափարի հիման վրա ազգային ինքնորոշումը հիմա էլ պիտի շարունակվի։ Քաղաքացիները պիտի որոշեն իրենց վերաբերող հարցերի պատասխանները։ Եվ այս հոգևորականներից, գիտեք, կային մարդիկ, որ որոշ դեպքերում ինչ-որ դրական էին արտահայտվում։ Ես տալիս եմ բացարձակ ժողովրդավարության գաղափար, որի հիմքում ընկած է քրիստոնեական Աստծո առաջ չկա տեր, չկա ծառա, չկա հեթանոս, չկա հուդայական, բոլորը հավասար են։ Չկա կին, չկա տղամարդ։ Դրա հիման վրա ես պատրաստել եմ բացարձակ ժողովրդավարության փաստաթուղթ, այսինքն այստեղ էլ ես չկամ, այստեղ ես վերցնում եմ աստվածաշնչային ճշմարտությունները, որ մարդիկ իրավահավասար են եւ նրանց երկրի կառավարման հարցում պիտի իրավահավասար լինեն։ Սրանք չկային։ Երբեք որևէ մեկը չեկավ ընդառաջ։ Ավելին ասեմ, քաղաքական գործիչները այսօրվա կուսակցություններ են ստեղծում, այ փոքրիկներ։ Վանոն Շամիրամը չստեղծեց, ուր է Վանոն եւ ուր է Շամիրամը։ Լավ է, ցանկացած բան ունի սկիզբ եւ վերջ։ Չենք դատում։ Բայց ինչ են թողել պատմությանը։ Օրինաց երկիրը։ Օղոր Միրեն Արտաշես Գեղամյանի ազգային միաբանությունը։ Այդ կուսակցությունները կստեղծում, որ ինչ անեք, բայց դեռ խելքն ինչի համար է, որ դուք չեք տեսնում ձեր ազգում ներդրում կատարած մարդուն, գնաք նրա կողք կանգնեք, նաև հարցնեք, ինչ անենք այս վիճակը շտկելու համար։ Իդեպ դուք փորձեցիք միավորման այդ գաղափարը առաջ տանել, որոշ աշխատանք տարաք, ինչ որ բան ստացվեց։ Դեռևս վաղ է գնահատական տալու համար, ինչ որ բան էլ նախնական փուլում ստացվեց, այսինքն գիտեք, գնահատականների հարցում համաձայնեցին։ Օրինակ, մենք համաձայնեցինք, որ նույնիսկ հայտարարություն ընդունվեց, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր կողմնակից բառն էլ ափսոս է այստեղ օգտագործել, իր կցորդների կեցվածքը համապատասխանում է քրեական օրենսգրքի որոշակի պահանջներին։ Դա գրվեց։ Ավելին խորացանք, հասանք նրան, որ դա կոռուպցիոն հանցանքների տրցակ է։ Բայց հետո պետք է շարունակել, չէ՞ դե։ Եթե դու հավաքվում ես 40 հոգուց ավելի կուսակցությունների, ՀԿ-ների, մտավորականների ներկայացուցիչների հավաքվում են ու հարցը քննարկում, ես զարմացա, որ այդ հայտարարությունը անելուց հետո հետևողական առաջ գնալու տրամադրվածություն չդրսևորեցին։ Դեմ չեմ, կարող է ինչ-որ բան էլ ես չեմ հասկանում, բայց եթե դու ընդունել ես հայտարարություն, որ օրվա իշխանավորները խախտում են սահմանադրությունը եւ այդ խախտումներով խախտում են սահմանադրական օրենքը կուսակցությունների մասին, որով Հայաստանը դարձնում են ըստ էության բռնապետություն, բռնապետությունները սկսում են ինչով։ Սկսվում են նախնական կալանքի փուլում մարդկանց նկատմամբ կալանքը ընտրելով եւ հետո իրենց իսկ ընդունած օրենքները խախտելով։ 22 թվականին սրանք օրենք են ընդունել։
փոփոխություն կուսակցությունների մասին համանդրական օրենքում։ Եվ այդ օրենքում դրույթ են ավելացրել, որ կուսակցությունների ստացված դիմումները պետք է քննարկվեն։ Առավել եւս, եթե դրանք այդ հանրագրերը վերաբերում են պետության կողմից ընթացք ստացած գործընթացների։ Ու չեն քննարկել, խախտել են սահմանադրության վերաբերյալ մեր փոխանցած 7 դիմումները 16 քաղաքական ուժերի տարբեր փուլերում։ Ուրեմն սա նշանակում է իրենք երկիրը հանցագործությունների իրականացման եւ պարտակման միջավայր են դարձնում։ Դրա դեմ պիտի ամեն մարդ ընդվզի։ Ցավոք սրտի, երբ ես արդարադատության նախարարին արդեն, ինչպես ասում են, կանգնեցրի փաստի առաջ, որ դու պարտակում ես, ես չեմ ուզում, որ դու կին ես, չեմ ուզում, որ դու բանտում հայտնվես։ Նույնը գրեցի դատախազին։ Ես դες փաստերը ներկայացրել եմ, դուք պաշտպանում եք օրինախախտ գործողությունները։ Փոխանակ հետամուտ լինեք եւ ինձ էլ բացատրեք։ Գիտեք, դուք գրում եք, որ ձեր դիմումները չեն քննարկվել, դրանք քննարկվել են։ Դուք գրում եք, որ գիտեք, ի վերջո ինչ որ բան տեղ հասնում է։ Կար մասնագիտական հանձնաժողով։ Վերջին շրջանում ես հանդիպեցի արդարադատության նախարարի հետ եւ ներկայացրի, ասում լսեք, ես ձեր թշնամին չեմ, ես ուզում եմ, որ մենք լավ երկիր ունենանք։ Նախագծեր եմ տվել եւ այդ տվածած նախագծերը ոչ միայն անտեսվել են, այլ ես ներկայացրել եմ խախտումներ, որոնք օրինակ ապօրինի վարձատրությունը ծանր հանցագործություն է, կոռուպցիոն հանցանք է։ Վարձատրություն տալը եւ վարձատրությունը։ Սրանք ասում են, մենք արդեն լուծարել ենք մասնագիտական հանձնաժողովը։ Ապրեք, որ լսեցիք ինչ եմ ասում եւ հասկացաք, որ չաշխատող կառույց չպետք է պահեք, բայց դուք 200 միլիոն դրամ աշխատավարձ տվել եք։ Ասում եմ, դուք որ լուծարեցիք այդ հանձնաժողովի անդամներից աշխատավարձները հետ ստացաք, քաղաքացիներից գումար եք պոկում եւ պարգևավճար ու աշխատավարձ եք տալիս, ապօրինի վարձատրություն եք տալիս։ Գործը չեն արել, հետ վերցրիք։ Ես ինչի համար եմ ասում, ինչ պիտի անել։ Այդ միավորումը ես փորձեցի անել եւ էլի աշխատանքները կշարունակեմ։ Վերջին շրջանում արդեն մի նոր ծրագիր եմ իջեցրել, քանի որ միավորման մասին հարցրիք, միանգամից էլ կարող եմ խոսել կամ հետո եթե կանդրադառնանք, ասում եմ, որ տեսեք, մենք պիտի կարողանանք հասկանալ, որ ոչ մեկս իդեալական չենք, ոչ մեկս անթերի չենք։ Մեկս ունենք միլիոն արժեքի ներդրում, մյուսս ունենք 10,000-ի ներդրում, այդպեսի արժեք, բայց նաև ունենք սխալներ։ Հիմա այս փուլում այդ սխալները մնում են մեր վրա եւ դրա համար պիտի պատասխան տանք եւ երկրային դատարանին եւ երկնային դատարանին։ Բայց հիմա ունենք նպատակ։ Մենք զավակադավներից պիտի տարբերվենք մեր առողջ բանականությամբ, մեր արդարամտությամբ, սիրո առարկայական դրսևորումներով։ Եվ ասում եմ, եկեք հենց հիմա հետամուտ լինենք միասնական ուժերով, որ հանցավոր դրսևորումներ թույլ տվող իշխանավորը մեր իշխանավորը չլինի։ Մենք այնքան սխալներ ունենք սրանց արած սխալները ուղղելու, բայց դրանք ուղղելը հարյուրապատիկ ավելի դժվար կլինի, եթե մենք նրանց այսօր չհեռացնենք որպես քրեական հանցագործություն կատարած անձինք։ Իհարկե դա դատարանը պիտի անի, որոշում ընդունի վերջնական, բայց նախնական գնահատականը տվողը մենք ենք, հանրությունը։ Եվ հարյուրավոր բաների մասին չեմ խոսում, խոսում եմ կոնկրետ մի բանի մասին։ Դու ստացել ես կուսակցություններից դիմում, չես քննարկել։ Դու ստեղծել ես հանձնաժողով, գործերը չես արել։ Նորմատիվ իրավական ակտեր ես ստեղծել, ուրեմն այս ուղղությամբ պետք է կենտրոնանալ։ Հենց այսօր կարելի է հասնել նրան, որ մարդիկ կան ասում են, դատախազը պիտի գործ արեցի, բայց դատախազը իր վրա գործ պիտի արեցի, եթե դու գնում ես 3 անգամ իրար հետևից գնում ես դատախազուն, ասում ես, մենք ձեզ մեղադրում ենք այն բանի մեջ, որ դուք կոռուպցիոն հանցախումբ ձևավորված կոռուպցիոն հանցախմբի հովանավորն եք։ Դուք տիկին դատախազ դատվելու եք։ 1, 2, 3 անգամ կասեք եք մի հատ այդ գործը քննենք։ Ուզի չուզի։ Այլապես այստեղ նաև միջազգային ճնշումներ է։ Բայց չի ասում այս դատախազով։ Ուրեմն այս պահին տեսեք արդարադատության նախարարն էլ չէր ասում, չէ՞։ Բայց հետո գիտեք մենք այդ կառույցը արդեն լուծարել ենք։ Լավ, եթե լուծարել եք, ով է հիմա շարունակում աշխատանքը։ Պարզվեց խորհրդի անդամները։ Իոաննիսյանը թող լսի, Սաքուցներ եք արդեն այնտեղ աշխատում։ Դուք սահմանադրագետ եք, նոր սահմանադրություն եք գրում, ո՞նց եք դες թույլ տալիս, որ մասնագիտական հանձնաժողովի գործը դուք անեք։ Ես նույնիսկ հարցրի, ասում եմ, դուք
հիմա այս գործը ովորանում է աշխատավարձ տալիս եք, ով է լսել աշխարհում, որ պետական կարևորագույն գործանողներին հազարավոր մարդկանց աշխատավարձ տվող պետությունը դրանց աշխատավարձ չտա։ Այստեղ նրբություններ են, դրա մեջ շատ չխորանանք։ Ուրեմն, քանի որ ես խոսեցի մեր այսօրվա գործընթացների մասին, ես այսօր ասպարեզ եմ իջել առաջարկությամբ, որ պետք է միավորվեն բոլորը։ Ճիշտ է, որ ես պետք է առանձին դիմեմ, քիչ թե շատ հայտնի քաղաքական ուժերին, բայց առայժմ օդում հնչեցրել եմ։ Համախմբվում եք, հենց այսօր սկսում ենք գործընթացը։ Հետագայում, եթե գործը կհասնի ընտրություններին, ընտրությունների մասին էլ կմտածենք միասին։ Ես հիմա ձեր ներկայությամբ եմ ասում, անձնական ոչ մի հավակնություն եւ հավեսել չունեմ, ես ունեմ դարերին վերաբերող գործեր եւ վարչապետ կամ որևէ այլ բան դառնալ, այն առավելագույնը կարող եմ խորհրդական աշխատել խորհուրդներ տալու համար։ Բայց ես պատրաստ եմ բոլորին միավորել։ Մի անգամ ամբողջ ազգին միավորած մարդն է այս բանն ասում։ Ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Նիկոլ սրա մասին չխոսենք, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը սեփական նախաձեռնությամբ ազգին միավորելու որևէ գործ չեն արել։ Ես արել եմ։ Եվ դա դարձել է իրենց հետագա գործունեության հիմքը, անկախություն հանրաքվեի ճանապարհով։ 18 տարի այդ նպատակը հիշեցնելուց հետո 18 տարի բանտերում են անցկացնելուց հետո 18 տարի անց Հայաստանը այդ նպատակին հասել է։ Հիմա էլ ասում եմ, որ էլի պատրաստ եմ, քանի ուժերս ներում են, օգնել, որ բոլորդ միավորվեք, մոռանաք այդ որ ասեցի թերություններ եւ այլն, այսօրվանից սկսենք աշխատել, ոչ թե սպասենք ընտրություններին, ասենք անպայման պիտի խաղանք Նիկոլի խաղը։ Նիկոլը պիտի հոգեվորականներին ճնշի, որ մենք ասենք Նիկոլ սխալ ես անում։ Չէ, մենք ունենք մեր ասելիքը։ Հայաստանը պիտի լինի իսկապես ժողովրդավարական, ինքնիշխան, միջազգային իրավունքի կանոններով ապրող, իրավական եւ մանավանդ սոցիալական պետություն։ Այդ սոցիալական պետության բեռը ոչ ոք այնքան չի զգում, ինչքան դրա խախտումը, ինչքան ես։ Տեսեք, մենք խոսեցինք դրա մասին։ Բայց ես չասացի։ Այս օրերին արդեն ես պիտի վճարած լինեի $10,300, դոլարով եմ ասում։ Նկատի ունեք գույքահարկը։ Գույքահարկ։ Բայց ինչի։ Այն դեպքում, երբ որ վճարել եմ անցյալում $20, 7,900 դրամի փոխարեն, որ վճարել եմ 21 թվականին, հիմա ինձ պարտադրում եմ վճարել։ Ուզում են կոտրել, դա էլ Հայրիկյանին ոնց կոտրենք։ Իրան էլ այդպես կոտրենք։ Բայց դա միայն Հայրիկյանը չէ, ազգն է շտուժ։ Մյուսներին է բարձրացրել են 5 անգամ, 6 անգամ, 10 անգամ, 200 անգամ։ Իսկ տվյալ դեպքում իմը բարձրացրել են 500 անգամ։ Եվ այն դեպքում, երբ բռնադատվածների օրենքով ես պաշտպանված եմ։ Բայց այդ ուզում եմ ասել, այդ սոցիալականի մասին ես որ խոսում եմ, իմ օրինակը չի ինձ համար առաջնայինը, այլ այն որ հանդիպածս մարդկանցից յուրաքանչյուր երկրորդն ասում է, բանավ ես ինչի պիտի վճարեմ։ Ես հիմնավորումը տվեցի օրինական, որ իրենք լուրջ խախտում են կատարում, առաջինը սոցիալական պետության հարցը, երկրորդը այն որ սահմանադրության խախտումն է։ Ինչևէ, իսկապես մեր ժողովրդի նկատմամբ պատերազմ է հայտարարված մեր ժողովրդին։ Պատերազմը հայտարարել են Հայաստանի իշխանությունները եւ ցավոք սրտի նրանք փչացրել են զգալի թվով մարդկանց, դարձրել զավակադավ, որտեղ ցանկացած ծնող տուն է, չէ՞ պատրաստում երեխայի համար։ Հայաստանն էլ մեր բոլորի տունն է, մեր երեխաների տունը։ Սրանք այնպես են անում, որ բետոնի շենքերը կառուցում են, բայց ապրելու իրավունքը դարձնում 0։ Եվ պարոն Հայրիկյան, իսկ ասում եմ մենք պիտի պարբերաբար հատկապես այս օրերին ավելի հաճախակի հանդիպենք, որովհետև իրավիճակը սարսափելի է, գիտեք։ Ես պատրաստ եմ, սիրով։ Շնորհակալություն դրա համար։ Սիրելի բարեկամներ, դե դուք հասկանում եք, որ իսկապես հայտնվել ենք շատ ծանր, դժվար իրավիճակում, բայց ինչպես խոսած պարոն Հայրիկյանը, ինչ որ երկեր կան այնուամենայնիվ, եկեք օգտվեք այդ հնարավորությունից, այլապես ապագան կարող է շատ տխուր լինել։ Այսօր այսքանը, ցտեսություն։